Եվ շարունակում ենք խաղալը Battlefield-ի 6-րդ մասը և ինչ եղավ, մեր ուղղաթիռը ենթարկվեց ռմբակոծության և մենք հայտնվեցինք շրջափակման մեջ և այստեղ ամենուր մեզ վրա կրակում է, մեր ընկերներից մեկը մահացավ և ինչ պետք է այստեղ անել չեմ հասկանում, ոչ կարող եմ աջ գնալ, ոչ ձախ գնալ, ուղղակի անդադ կրակում են մեզ վրա, փորձենք ինչ-որ բան անել, բայց ինչ-որ բան անելու սկիզբ չի ստացվում, մեր ընկերներից մեկը մահացավ և տեսնենք թե ինչ զարգացում կլինի, մեր ընկերներից մեկը նույնպես մահանում է, փորձենք չթողնել հարձակումը, բայց կարծես թե ոչ մի բան չեն կարողանում անել, մեր պատրոնները վերջացան, մեր երրորդ ընկերոջը նույնպես սպանեցին և երևի թե մեզ նույնպես սպանեցին։ Սակայն կարծես թե ոչ, մենք տեսանք թե ինչպես լիցքավորեց ատրճանակը մեր հերոսը և արդեն ինչ-որ տեղափոխվում ենք լրիվ ուրիշ հատված։ Փորձեմ թարգմանել անգլերենով գրվածը, ասում է, որ Տաջիկստանից զանգվածային կործանման պատկերներն այժմ միայն սկսում են հայտնվել, դա հիշեցնում է համաշխարհային հակամարտության սկիզբը ընդամենը մեկ տարուց ավելի առաջ, երբ Փաքս Ամատա անվանված մասնավոր ռազմական կազմակերպությունը չհարուցված հարձակման ձեռնարկվեց Ջորջիայում գտնվող Մուխրովանի նատոյի բազայի վրա։ Ընդամենը մի քանի օր անց, երբ ՆԱՏՕ-ն պատրաստվում էր պատասխանել, գլխավոր քարտուղար Հոութենը սպանվեց Բրյուսելում, Փաքս Արմատան իրեն վերագրեց հարձակումը։ Սա ճեղքեր ստեղծեց Արևմուտքի ամենահին և ամենաուժեղ դաշինքում։ ՆԱՏՕ-ի մի շարք նախկին անդամներ միացել են այն պետությունների կոալիցիային, որոնք աջակցում են մասնավոր ռազմական կազմակերպությանը, ինչը բորբոքել է դարավոր հակամարտություններ Եվրոպայի տաք կետերում և այժմ ամբողջ աշխարհում։ Այժմ հարցը հետևյալն է, արդյոք բռնության ալիքն իր գագաթնակետին է հասել, թե հաջորդ հրդեհը պատրաստ է բռնկվել։ Հաղորդագրությունները այդքան էին, իսկ թե ով է այս կինը, կիմանանք սյուժետային զարգացումներից մի փոքր անց, հնարավոր է, որ հենց այդ լրագրողն է, կամ էլ կտեսնենք և կհասկանանք, թե ով է այս կինը և ինչ կապ ունի։ Ես գիտեմ, որ դու վերապրող ես։ Վերքերի հետքերն էլ կան որպես ապացույց, իսկ մեղքի զգացումը երբեք չի հեռանում։ Նրանց խոսակցությունը շարունակվում է և այստեղից ինչ կարելի է հասկանալ, որ Մերֆին, այսինքն մեր սկզբնական հերոսը, այնտեղ մենք տեսանք հատված ուղղաթիռը ընկավ և կարծես թե բոլորը զոհվեցին, բացի մեր գլխավոր հերոսից և այդ հենց գլխավոր հերոսը ողջ է մնացել, սակայն նրա ընկերները մահացել են, այս լրագրող կինը կարծես թե նրանցից ոմանց ճանաչում էր և նրանց միջև այդպիսի խոսակցություն է գնում և Մերֆին կարողանում է այդ կնոջը համոզել, որպեսզի միանան իրենց և արդեն մյուս էպիզոդում տեսնում ենք արդեն այս կնոջը զենքով։ Եվ արդեն կարծես թե պետք է պարաշուտով վայրէջք կատարենք մարտական գործողությունների վայրը, այժմ մեր գլխավոր հերոսուհին այդ կինն է, ով կարծես թե լրագրող է միևնույն ժամանակ և կարծես թե հակամարտությունը հիմնականում գնում է հենց այսպես կոչված Փաքս Արմաթայի դեմ, ովքեր որ ճեղքում են ստեղծել ՆԱՏՕ-ի դաշինքի մեջ և նրանք կարծես թե փորձում են ամեն ինչ կարգավորել, այսինքն հիմնականում պայքարը գնալու է այսպես կոչված Փաքս Արմատայի դեմ։
Դե ինչ, հիմա շարունակենք դեպի մեր հանձնարարության վայրը եւ տեսնենք թե ինչ պետք է անենք։ Մեր մոտը ոնց որ թե սնայպեր է ու երևի թե պետք է ոչնչացնենք այդ կետերը։ Թշնամական էսի մերոնք են։ Հա, էս էլ մեր թշնամիներն են։ Պետք է ոչնչացնենք մեր հակառակորդներին։ Մի խոսքով խաղի իմաստը կարծես թե արդեն պարզ է, հակամարտություն է գնում ՆԱՏՕ-ի դաշինքի մեջ եւ այդ PAX արմատա կոչվող դաշինքի դեմ պետք է մենք ինչ-որ պայքար մղենք, ոչ կեղկումը ՆԱՏՕ-ի միջև շատանա, կարծես թե սյուժետային սցենարը նմանատիպ ձևով է զարգանում, իսկ թե հետո ինչ կլինի արդեն կհասկանանք, հետևենք մեր ընկերոջը, Battlefield-ի վերսիան առայժմս մենակ անգլերենով է, չկա այլ լեզուներով և սուբտիտրերը և լեզուն։ Հնարավոր է обновленияների հետ դուրս գան նոր լեզուները կամ գոնե սուբտիտրերը, սակայն ովքեր գիտեն լավ են հասկանում անգլերենը, իրանց համար դժվարություն չի լինի։ Բայց երևի թե նայողներից շատերին թվում է անգլերեն չեն հասկանում ու մի փոքր հայերենով բացատրել է էլի ինչ-որ խաղի իմաստը ավելի հասկանալի կսարքի, այլ ոչ թե ուղղակի միսիաները կատարելը։ Շատերս խաղում են խաղը առանց իմաստը հասկանալ, ուղղակի գնում ենք առաջ, սենց ինչ-որ կրակոցներ ու այդքանը, բայց խաղի իմաստը հասկանալը շատ ավելի հետաքրքրացնում է սյուժեն ու ավելի հետաքրքիր է լինում խաղ խաղալը, քան թե ուղղակի միսիաներ կատարելը։ Դե ինչ, պետք է ինչ-որ շարժվենք մեր ընկերոջ հետևից, տենանք ուր է գնում, ինչ անում։ Բարձրացանք ինչ-որ տեղ։ Տեղից պետք է էլի երևի ինչ-որ հակառակորդի թշնամական դիրքեր ոչնչացնենք։ Փորձենք ոչնչացնել հակառակորդին, պետք է երևի թե միանգամից ճիշտ կրակենք, որ միսիան պրավալ չտանք, միանգամից մեր ընկերները կարծես թե մտնում են մարտի, ինչ-որ երևի ինչ-որ բոմբ են գցում, ինչ-որ պատահում չեմ հասկանում, բայց ոնց որ թե ոչնչացրեցին։ Դե լավ, այսօր այսքանը, հետևեք մեր էջին, խաղը գնալով ավելի ու ավելի է հետաքրքրանալու, և ինչ-որ եթե դժվարություններ առաջանա խաղը անցնելուց կամ ինչ-որ մի բան չեք հասկանա, կարող եք գրել կոմենտարիաներում, ես ձեզ կպատասխանեմ։ Դե լավ, առայժմս կհանդիպենք մյուս արդեն էպիզոդում։